Ղազարյան շարունակվում է սահմանադրական դատարանի նիստերը, ինչ ակնկալիքներ ունեք երեկվա նիստի մասով մի երկու խոսք ասեք։ Ես կարծում եմ, որ լայն հասարակության մեջ դատարանից, ոչ թե դատարանից են ակնկալիքները, այլ դիմող սուբյեկտներից, եւ այդ ակնկալիքները արդարանում են, որովհետեւ դիմող սուբյեկտները ներկայացնում են դատարանին ծանրակշիռ հիմնավոր փաստեր, թե ինչ բնույթի եւ ծավալի ընտրախախտումներ են տեղի ունեցել։ Այսինքն ես կարծում եմ, որ այս դատաքննության հիմնական իմաստը այն է, որ մեր հասարակությունը փաստերով լսի այն զանգվածային ընտրախախտումների մասին, որոնք տեղի են ունեցել ընտրությունների արդյունքում նախընտրական շրջանում եւ որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Եվ այդ պայմաններում կենտրոնական ընտրական հանրաժողովը կայացրել է ակնհայտ անհիմն որոշում վերջնականացնելով այդ ընտրությունների արդյունքները։ Թե ինչ որոշում կայացնի դատարան, ես կարծում եմ այդ իմաստով հանրային սպասելիքները շատ մեծ չեն կարող լինել։ Ինչ է քննարկում ընդդիմությունը, արդյոք կարող ենք ասել, որ ընդդիմությունը ունի պլան B։ Գիտեք ինչ, ընդդիմության գործողությունները համարակալված եւ անվանակոչված չեն հայերենի այբուբենի տառերով։ Այդ որոշումները կայացում են իրավիճակից ելնելով, գնահատելով իրավիճակի առանձնահատկությունները։ Երբ որ սահմանադրական դատարանը կայացնի իր որոշումը, այդ ժամանակ արդեն քաղաքական ուժերը կայացնեն համապատասխան որոշումներ։ Դրանք անուններ չունեն եւ համարակալված չեն։ Ղազարյան, չնայած արդեն պարոն Վարդևանյանին հարցրեցի, բայց ձեզ էլ եմ ուզում այս հարցը ուղղել։ Սամվել Կարապետյանը նշում էր, որ պետք է համախմբվել, հանդիպել ընդդիմադիրների հետ։ Դուք տեղեկություն ունեք, Սամվել Կարապետյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի կամ այլ ընդդիմադիր ներկայացուցիչների հետ։ Ես տեղեկություններ չունեմ, բայց գիտեմ, որ այդ հանդիպումը հնարավոր է միայն ցավոք սրտի Սամվել Կարապետյանի առանձնատանը, որովհետև որևէ այլ դեպքում նա չի կարող ուղղակի տնից բացակայել եւ հանդիպման գնալ։ Իսկական եթե լինի հանդիպում, պետք է լինի դա օբյեկտիվորեն իր կեցավայրում, իսկ թե եղել է նման հանդիպում ինչեւ մա թե չէ, անկեղծ ասած ես տեղյակ չեմ։ Երեկվա նիստը ինչպես կգնահատեք, օրինակ Սրփուի Գալյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի խոսույթին, դա բուռն քննարկումների առարկա դարձավ համացանցում։ Ես կոչ եմ անում Սրփուի Գալյանին նայել մի պոդքասթ 2023 թվականի նոյեմբերի 11-ի Պետրոս Ղազարյանի եւ Տիգրան Հակոբյանի։ Տիգրան Հակոբյանը, եթե չեմ սխալվում, նաեւ այս դատավարության մասնակից է, որտեղ քննարկում էին ազգային ժողովի նախկին падգամավոր Արագած Ախոյանի եւ մի շարք այլ գործիչների հրապարակային խոսույթը, որը իր մեջ իրենց բնութագրմամբ անհանդուրժողականություն, ատելություն էր պարունակում եւ ոնց են նրանք դատապարտում այդ երևույթը եւ ասում, որ դա ահաբեկչություն ծնող պատճառներ կարող է ունենալ։ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսույթը, որը Տիկին Գալյանը փորձում էր արդարացնել, իր բնույթով շատ ավելի կոպիտ է, շատ ավելի խիստ եւ շատ ավելի գռեհիկ։ Այսինքն կարելի է ենթադրել, որ ըստ հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունների դա շատ վտանգավոր է։ Թե ինչու է Տիկին նախարարը փորձում արդարացնել նման գռեհկաբանությունը, ես դժվարանում եմ ասել, որովհետև կարծում եմ, որ նախ որևէ իրավաբանի, երկրորդ որևէ կնոջ պարագայում դա առավել քան անհասկանալի է։